ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 150 օրով 10% մաքսատուրք է սահմանել բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ, երբ Գերագույն դատարանն անօրինական է համարել նրա սահմանած մաքսատուրքերի մեծ մասը։ Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն փետրվարի 24-ից, դրանք երկարաձգելու համար նախագահին հարկավոր կլինի կոնգրեսի հավանությունը։ Թրամփը քննադատել է դատարանի որոշումը, այն անվանելով անհեթեթ։ Այնուամենայնիվ նա ենթարկվել է որոշմանը եւ չեղյալ հայտարարել այն մաքսատուրքերը, որոնք դատարանն անօրինական էր համարել։ Ըստ տնտեսագետների, Գերագույն դատարանի որոշումը ենթադրում է, որ 2025 թվականի ընթացքում հավաքագրված մոտ 175 միլիարդ դոլարի մաքսային եկամուտները ենթակա են հնարավոր վերադարձի։ Ըստ Թրամփի, սակայն այդ հարցի շուրջ դատական գործընթացը 2-ից 5 տարի կտևի։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը չի պարտվում Ռուսաստանի դեմ պատերազմում, ավելին նրա խոսքով հարավային ճակատում Կիևը հակահարձակման արդյունքում ազատագրել է 300 քառակուսի կիլոմետր տարածք։ Ուկրաինան դեռ վերահսկում է Դոնեցկի մարզի 1/5-ը, Ռուսաստանը վերահսկողություն է հաստատել գրեթե ամբողջ Լուգանսկի մարզի նկատմամբ։ Զելենսկին հայտնել է, որ թե ԱՄՆ-ն, թե Ռուսաստանը պահանջում են, որ Կիևը դուրս բերի ուժերը Դոնբասի ամբողջ տարածքից, եւ այդ ժամանակ պատերազմը կավարտվի հենց վաղը։ Կիևը հրաժարվում է ենթարկվել այս պահանջին։ Կիևից նաև պահանջում են նախագահի ընտրություն անցկացնել։ Զելենսկու խոսքով դա տեղի կունենա միայն անվտանգության լուրջ երաշխիքների դեպքում։ Ուկրաինայի նախագահը հավելել է, Կիևը ցանկանում է, որ խաղաղության դեպքում ուկրաինական ուժերի հետ միասին առաջնագծի մոտ տեղակայվեն նաև դաշնակիցների զորքերը, կանխելու հետագա ագրեսիան։ Զուգահեռ շարունակվում են ռազմական գործողությունները։ Գիշերը ռուսական ուժերի հարվածից Սումիում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում 2 երեխա։ Օդեսայում վնասներ են արձանագրվել բնակելի տներում եւ ուսումնական հաստատությունում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է ուկրաինական 77 անօդաչու խոցելու մասին։ Մի քանի օդանավակայան ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։ Ուդմուրտիայում 11 մարդ է վիրավորվել։ Միացյալ Նահանգներն ավելի քան 60 ռազմական ինքնաթիռ է տեղակայել Հորդանանի Մուվաֆակ Սալթի ավիաբազայում, հաղորդում է New York Times-ը վերլուծելով արբանյակային լուսանկարները եւ թռիչքային տվյալները։ Սա 3 անգամ գերազանցում է սովորաբար տեղակայված ինքնաթիռների թիվը։ Ըստ պարբերականի, ռազմական ներկայության նման ընդլայնումը վկայում է այն մասին, որ ռազմաբազան կարող է օգտագործվել որպես առանցքային հենակետ Իրանին հնարավոր հարվածների համար։ Սա տարածաշրջանում ամերիկյան ուժերի ամենամեծ կուտակումն է 2003 թվականին Իրաք ներխուժումից ի վեր։ Ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են նկատվել նաև Ազորյան կղզիների ավիաբազայում։ Ստեղծված իրադրության պայմաններում ՄԱԿ-ը կողմերին կոչ է արել դիվանագիտական միջոցներով լուծել տարաձայնությունները։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը լուրջ մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ուժերի մեծ կենտրոնացման, անցկացվող զորավարժությունների եւ ռազմածովային ուժերի ներկայության առնչությամբ։ Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել էր, որ երկիրը վճռորոշ պատասխան կտա ցանկացած ռազմական ագրեսիայի։ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արևելքին, առնվազն 10 մարդ է զոհվել, այդ թվում Հզբոլահի բարձրաստիճան պաշտոնյա։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ թիրախավորել է Բեքայի հովտում խմբավորմանը պատկանող օբյեկտներ։ 2024 թվականի նոյեմբերին Իսրայելի եւ Հզբոլահի միջև ձեռք բերված հրադադարից ի վեր սա ամենամահացու հարվածն է Լիբանանին։ Այս հարվածից ժամեր առաջ Իսրայելը Լիբանանի հարավում հարվածել էր նաև պաղեստինցի փախստականների ճամբարի, զոհվել էր 2 մարդ։ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ թիրախավորել է հրամանատարական կենտրոն, որտեղից գործողություններ էին իրականացնում Համասի զինյալները։ Իսրայելի եւ Հզբոլահի միջև հրադադարից ի վեր Լիբանանը գրեթե ամեն օր հարվածների է ենթարկվում։ Միացյալ Նահանգները Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում հերթական հարվածն է հասցրել նավակի, նշելով, որ այն մաքսանենգ ճանապարհով թմրանյութեր էր տեղափոխում։ Հարվածի հետևանքով 3 մարդ է զոհվել։ Ընդհանուր առմամբ վերջին ամիսների ընթացքում Կարիբյան ծովում եւ Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ զինված ուժերն ավելի քան 40 հարված են հասցրել թմրանյութերի մաքսանենգության համար կասկածվող նավակների։ Այդ հարվածների հետևանքով շուրջ 150 մարդ է զոհվել։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։